Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ավիահարվածներ են հասցրել Իրանին։ Հրեական պետության բնետվյալով հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս եւ կարող է շարունակվել մի քանի օր։ Ամերիկյան զինված ուժերը մասշտաբային ռազմական գործողություններ են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին, զորքերին, արտասահմանյան ռազմաբազաները եւ մեր դաշնակիցներին, վերացնելով իրանական ռեժիմից բխող սպառնալիքները։ Նրանք աջակցել են ահաբեկչությանը։ Մենք դա այլևս չենք հանդուրժելու։ Այդ ռեժիմը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ահա ինչու անցած տարի ոչնչացրինք Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում նրանց միջուկային ծրագիրը, զգուշացրինք չվերսկսել միջուկային զենքի մշակումը եւ փորձեցինք գործարք կնքել։ Փոխարենը նրանք փորձեցին զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը։ Մենք ոչնչացնելու ենք նրանց հրթիռները, նավատորմը եւ հողին ենք հավասարեցնելու հրթիռային արդյունաբերությունը։ Հնարավոր է զոհեր ունենանք, բայց դա հաճախ պատահում է պատերազմի ժամանակ։ Բայց մենք սա անում ենք հանուն ապագայի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին եւ ոստիկանությանը հորդորում եմ վայր դնել զենքերը։ Դիմում եմ Իրանի հպարտ ժողովրդին, ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, ամենուր ռումբեր են թափվելու։ Երբ ավարտենք, ձեր կառավարությունը ձերը կլինի։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ բարեկամին, նախագահ Թրամփին իր պատմական առաջնորդության համար։ 47 տարի է այաթոլլաների ռեժիմը բղավում է մահ Իսրայելին, մահ Ամերիկային։ Այս ռեժիմին չի կարելի թույլ տալ զինվել միջուկային զենքով։ Մեր համատեղ գործողությունները պայմաններ կստեղծեն, որ Իրանի քաջարի ժողովուրդն իր ձեռքը վերցնի սեփական ճակատագիրը։ Դիմում եմ նաև իսրայելցիներին։ Առաջիկա օրերին առյուծի մռնչյուն գործողությունը պահանջելու է բոլորիցս տոկունություն ցուցաբերել։ Առավոտից պայթյունները շարունակվել են Թեհրանի կենտրոնական եւ այլ հատվածներում՝ Սպահանում, Ղոմում, Թավրիզում, Շիրազում, Չաբահարում եւ այլ բնակավայրերում։ Հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտի խոցման մասին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների թիրախում են պետական, ռազմական, լրատվական եւ այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները։ Հայտնի է քաղաքացիական զոհերի մասին։ Մինաբի տարրական դպրոցի թիրախավորման հետևանքով մի քանի տասնյակ աշակերտ է զոհվել եւ վիրավորվել։ Հաղորդվում է բարձրաստիճան զինվորականների շրջանում կորուստների մասին։ Հարվածներ են հասցվել Իրանի հոգևոր առաջնորդի եւ նախագահի նստավայրերին, սակայն ըստ երկրի ԱԳՆ-ի Ալի Խամենեին եւ Մասուդ Փեզեշքյանն անվտանգ վայրում են։ Արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։ Հնարավոր է մի քանի հրամանատարի ենք կորցրել, բայց դա մեծ խնդիր չէ, հավելել է դիվանագետը։ Իրանն էլ մի քանի փուլով պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին, պայթյուններ են որոտացել Թել Ավիվում, Հայֆա նավահանգստային քաղաքում եւ այլ բնակավայրերում։ Հաղորդվում է ավերածությունների եւ տուժածների մասին։ Հրեական պետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Իրանը մի քանի փուլով հրթիռային հարվածներ է հասցրել նաեւ Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։ Գործի է դրվել հոբհամակարգը, հաղորդվում է, որ հրթիռների մեծ մասը հաջողվել է որսալ, սակայն որոշ հատվածներում ծխի սյուներ եւ հրդեհներ են նկատվել։ Իրանից հայտնել են, որ ընդհանուր առմամբ հարվածել են Մերձավոր Արևելքում ամերիկյան 14 բազայի, նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի նավ խոցել։ Տեղեկություններ կան, որ պայթյուններ են որոտացել Քուվեյթի միջազգային օդանավակայանում, կան տուժածներ, Դուբայի, այդ թվում քաղաքի բնակելի տուրիստական հատվածներ եւս հայտնվել են թիրախում։ Հրդեհներ են բռնկվել, հայտնի է վիրավորների մասին։ Պայթյուն է հնչել Բուրջ Խալիֆայի մոտակայքում։ Աբու Դաբիում Պակիստանի քաղաքացի է զոհվել։ Ամեն ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի խախտում է որակել իրանական հարվածները, իրեն իրավունք վերապահելով արձագանքել տեղի ունեցածին։ Նմանատիպ հայտարարություններ են տարածել նաև Կատարը եւ Սաուդյան Արաբիան։ Լուրեր են շրջանառվում, որ պայթյուններ են եղել Էրբիլում, Թուրքիայի հարավում, Սաուդյան Արաբիայում եւ Հորդանանում։ Տարածաշրջանային մի շարք երկրներ, այդ թվում Սիրիան, Լիբանանը, Իրաքը հայտարարել են իրենց օդային տարածքը փակելու մասին։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով Իրաքում հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել։ Սիրիայի հարավում հրթիռի բեկորների անկման պատճառով կան ավերածություններ եւ զոհեր։ Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել այդ երկրի տարածքը։ Այս ֆոնին արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի եւ Իրաքի գործընկերների հետ, հայտարարելով, որ Թեհրանը կօգտագործի ռազմական բոլոր միջոցները ինքնապաշտպանության իրավունքի սահմաններում։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության Արաղչին հույս է հայտնել, որ այդ երկրները թույլ չեն տա ԱՄՆ-ին եւ Իսրայելին չարաշահել իրենց տարածքը։ Միևնույն ժամանակ Թեհրանից հայտարարել են, դեռ ամբողջ ուժով չեն օգտագործել երկրի հրթիռային կարողությունները եւ այնպիսի դաս են տալու ԱՄՆ-ին եւ Իսրայելին, ինչպիսին դեռ պատմությունը չի տեսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան տեղի է ունենում Թեհրան-Վաշինգտոն դիվանագիտական գործընթացի ֆոնին։ Նրանց հարվածները խախտել են միջազգային իրավունքը, Իրանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, թիրախավորել են երկրի քաղաքացիական եւ ռազմական ենթակառուցվածքները։ Իրանի զինված ուժերը կարձագանքեն ամբողջ ներուժով։ Կոչ են կանում Միացյալ Ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին դատապարտել տեղի ունեցածը։
Իրանի արտգործնախարարը դիմել է Թրամփին, նշելով, որ պատրաստ են երկխոսության, սակայն միևնույն է Վաշինգտոնի պահանջով չեն դադարեցնելու ուրանի հարստացումը։ Աբբաս Արաղչին նաև նախազգուշացրել է, որ Իրանում իշխանափոխություն կազմակերպելն անհնարին առաքելություն է։ Արաղչին նախազգուշացրել է, դասեր են քաղել նախորդ պատերազմից, անպայման հզոր պատասխան կտան, իսկ երբ ագրեսիան դադարեցվի, Իսլամական Հանրապետությունն էլ կչեղարկի ինքնապաշտպանական գործողությունները։ Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Իրանում զարգացումների հետ կապված։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ կապ են պահպանում տարածաշրջանում գործընկերների հետ։ Տարածաշրջանային եւ միջուկային անվտանգության պաշտպանությունը հրամայական է։ Եվրամիությունը հակաիրանական պատժամիջոցներ է կիրառել եւ աջակցում է միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցով դիվանագիտական կարգավորմանը։ Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն, պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը եւ հարգեն միջազգային իրավունքը։ Մոսկվան կոչ է արել վերադառնալ դիվանագիտական երկխոսության, պատրաստակամություն հայտնելով նպաստել հավասարակշռված խաղաղության վերականգնմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն անխոհեմ եւ անհիմն է որակել ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները։ Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հաստված հարվածների կապակցությամբ, աջակցություն հայտնելով երկրի տարածքային ամբողջականությանը։ Բերլինը, Փարիզը եւ Լոնդոնը հայտարարել են, որ չեն մասնակցում իսրայելա-ամերիկյան հարվածներին։ Կոչ են արել վերսկսել երկխոսությունը, ընդգծել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղեկացրել է, որ ներգրավված են Իսրայելին եւ ամերիկյան բազաներին իրանական հարվածների հետ մղմանը։ Կանադան եւս դեմ է, որ Թեհրանը հզորացնի միջուկային ներուժը։ Թուրքիայից դատապարտել են Իրանին ուղղված հարվածները, տեղեկացնելով, որ թույլ չեն տա օգտագործել հանրապետության օդային տարածքը ռազմական գործողությունների համար։ Իսպանիան եւ Նորվեգիան եւս դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին։ Նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բահրեյնը եւ Կոլումբիան ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են հրավիրել։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին, շնորհակալություն հայտնելով Դոնալդ Թրամփին իրանցիներին օգնության հասնելու համար։ Նրա խոսքով մոտենում է կրկին փողոցներ դուրս գալու եւ բողոքի ձայն բարձրացնելու ժամանակը։ Նախորդին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ կապված, սակայն դժգոհ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններից, որոնք մեկնարկել էին վերջին օրերին։ ԱՄՆ նախագահը պնդել էր, Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, հավելել, երբեմն հարկավոր է լինում ուժ կիրառել։ Հարկ է նշել, որ Թեհրանը եւ միջնորդի դեր ստանձնած Օմանը դրական էին գնահատել Վաշինգտոնի հետ բանակցությունների ընթացքը։ Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է երկխոսել եւ թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում։ Դիանա Գասպարյան, լուրեր։